Պարոն Խաչատրյան, Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվել է զինծառայողների հրազենային վնասվածքով հանգամանքները պարզվում են, արդեն մեկ ամսվա մեջ որևէ դեպքն է, ինչ բացատրություն կա այս ամենից։ Եվ ինչով է պայմանավորված, որ անընդհատ ինքնասպանություններ եւ այլ դեպքեր են կատարվում։ Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ պետք է աշխատանքները ակտիվացվեն եւ այն խնդիրը, որ ես տեսնում եմ, կայանում է նրանում ու կազմակերպչական առումով ասում, որ մենք պաշտպանության գերատեսչությանը թողել ենք միայնակ, ոնց որ թե եւ նման դեպքերի պատասխանատվությունը ամբողջությամբ բարձրում ենք պաշտպանության գերատեսչության վրա։ Իհարկե, պաշտպանության գերատեսչության պատասխանատվության գոտում են գտնվում զինծառայողները եւ եթե նրանք ծառայության մեջ են, հետեւաբար նրանց անվտանգությունը ամեն ինչը պատասխանատվությունը հենց զինված ուժերինն է, բայց ինչպես ես նկատել եմ եւ ինչպես մի շարք վիճակագրական տվյալներ են ցույց տալիս, դա համակարգային խնդիր է։ Մենք պետք է կարծում եմ լուրջ փորձագիտական հարթակ ստեղծենք, հավաքագրենք եւ բարձենք պատճառները եւ նպաստող պայմանները եւ վերացնենք։ Միանշանակ է, որ այս աշխատանքի մեջ պետք է ներգրավվեն շատ ու շատ մարմիններ եւ գերատեսչություններ, սկսած կրթության նախարարությունից, առողջապահության նախարարությունից, վերջացրած պաշտպանական գերատեսչության եւ հատուկ ծառայություններով։ Տեսեք, հնարավոր է, որ երիտասարդները թե քրեական ենթամշակույթի այդ արժեքներ կրող, թե հոգեբանական խնդիրներ ունեցող գալիս են, չէ, զինված ուժեր, այնտեղ արդեն ավելի սուր եւ ընդգծված պայմաններ են եւ սրանից ելնելով տեղի են ունենում կոնֆլիկտներ ու հարցը հասնում է նաեւ մինչեւ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու բայց մենք նախ խնդիրը պետք է դնենք որ զինված ուժեր մուտք գործելիս քաղաքացին որոշակի առումով պատրաստ է լինի կամային, բարոյական, դաստիարակչական հատկանիշներով արդեն պատրաստ է լինի բանակում ծառայելու։ Այս ուղղությամբ կարծում եմ մեծ աշխատանք ունենք անելու, այո, շատ մտահոգիչ է, բայց ես գտնում եմ, որ շատ արագ պետք է ինչ-որ փորձագիտական հարթակ ձևավորենք եւ հասկանանք, թե որտեղ է մարդու զարգացման եւ կյանքի ընթացքում որտեղ են այդ թերացումները եւ ինչ պետք է արվի։ Մի քանի շաբաթ առաջ էլ զինծառայող մահացավ եւ տեղեկություններ կան, որ նրան ծեծի էին ենթարկել։ Այո, իհարկե քրեական վարույթ կա հարուցված, որքանով գիտեմ կան կանոնավորված անձինք այդ դեպքով շատ մանրամասնություններին չեմ տիրապետում, բայց կսպասենք քննության արդյունքների ավարտին։ Պատճառը ո՞րն է, պարոն Խաչատրյան, ինչպես որ պետք է պատասխանատվության չէ ենթարկվում, քրեական գործերը հարուցվում են, հետո դատավարություններով վճիռ չի կայացվում, տարիներ շարունակ քննվում են, այսինքն այդ անպատժելիության մթնոլորտն է ձևավորված բանակում, որ մտածում են, որ ոչինչ կանցկացնեն կգնա։ Բացարձակապես համաձայն չեմ ձեր նշածի հետ, նման բան չի կարող լինել, չի էլ եղել, որ ինչ որ հանցագործություն լինի եւ օրենքով սահմանված ընթացք դրան չհաջորդի եւ մեղավոր անձինք չենթարկվեն պատասխանատվության։ Իհարկե ենթարկվում են, բոլոր դե ենթարկվում են, բայց իրավական համակարգը այնպես է ձևավորված, որ մարդիկ ունեն պաշտպանվելու իրավունք, բողոքարկելու իրավունք, առաջին այցանից հետո մի հատ բողոքարկում են վերաքննի, ինչ վճռաբեր դատական process-ներ են, որոնք պետք է ընթանան, որովհետեւ մարդու մեղավորությունը հաստատում է միայն դատարանը, իսկ դրանից հետո նաև բողոքարկման իրավունք ունեն եւ դատապարտյալները, եւ տուժողները, եւ բոլոր մասնակիցները։ Տեսեք, չի կարող լինել դեպք, որը որ օրենքով սահմանված կարգով ընթացք չունենա եւ մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։ Ամենևին էլ պատճառը դա չի, որոնը գիտեն, որ եթե կատարեն հանցագործություն, զինված ուժերում կլինի, փողոցում կլինի, ենթարկվել են պատասխանատվության, բայց այլ խնդիրներ կան, որոնք մարդուն նպաստում են հանցագործության առաջացման կատարմանը կամ պատճառ են հանդիսանում դրան։ Պարոն Խաչատրյան, ձեր բարձրացրած խնդիրների առնչությամբ ազգային ժողովը եւ համապատասխան հանձնաժողովը պաշտպանության եւ անվտանգության հարցեր ինչ անելիք ունի առաջիկայում պատրաստվում եք այս հարցերը բարձրացնել։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը արդեն կարելի է համարել, որ ունի նախագահ, բայց հələ հանձնաժողովը ձևավորված չէ, ձևավորումից հետո մենք կհասկանանք, քննարկումներ կունենանք, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվել հանցավորության դեմ պայքարի համատեքստում, բայց
եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը, ես կարծում եմ, որ առաջնային պետք է վերլուծություն անենք, վերլուծությունները պետք է իրականացվեն փորձագիտական մակարդակով, բավականին լուրջ փորձագիտական մակարդակով, անհրաժեշտության դեպքում նաև կարելի է հրավիրել միջազգային փորձագետների, կարելի է հուշագրեր ստորագրել հուշագրեր ունենալ լավագույն փորձագետների հետ, տարբեր բնագավառներ, հոգեբանության, քրեական հոգեբանության, չգիտեմ, քրեակատարողական վիճակագրության եւ այլն եւ հասկանանք այս ամեն ինչը պետք է լինի գիտելիքահեն եւ հասկանանք ինչ միջոցներ պետք է իրականացվեն եւ որ ծառայություններում եւ որ ոլորտներում պետք է իրականացնենք, որպեսզի նվազագույնի հասցնենք։ Բայց այս պահի դրությամբ տպավորությունը այն է, որ մենք բանակին, զինված ուժերին թողել ենք միայնակ, ասում ենք ինչ լինի, բանակն է մեղավոր, բայց ոչ, մարդիկ գալիս են արդեն խնդիրներով բանակ, քրեական ենթամշակույթ կրելով, հոգեբանական խնդիրներ ունենալով, գալիս են բանակ եւ որոշակի սուղ ծառայության պայմաններում, ինչը բնական է, կամ ինքնասպանություն, կամ ինքնասպանության հասցնել եւ հարազատները խոսում են, որ որևէ խնդիր նա հոգեբանական չի ունենալ։ Ես չեմ ասում, Աստծո։ Կներեք, ես դա չասեցի, որ հոգեբանական խնդիր ունի նա ով ինքնասպանության, ոչ, ես դա չեմ ասում։ Ես ասում եմ, որ հենց ինքնասպանության դրդողները բնականաբար հնարավոր է որ ունենային քրեական ենթամշակույթի արժեքների կրողներ լինեն։ Սա արդեն խնդիր է։ Իմ ասելիքը կայանում է հենց դրանում։ Բայց Խաչատրյան, փաստացի 2 տարուց ավելի խոսում է այդ մասին եւ դուք ինքներդ եք նաեւ նշել, նաեւ Անդրանիկ Քուչյանն ասում, որ քրեական ենթամշակույթ կա եւ այդ բարքերը հաստատվում են բանակում եւ դուք չեք կարողանում արմատախիլ անել։ Հիմա սա իշխանության թերացումը չէ։ Տեսեք, արմատախիլ բանակում չենք կարողանալու ամբողջությամբ անենք։ Պետք է մինչև բանակը արմատախիլ անենք եւ բանակն էլ որոշակի չափով ինքը արմատախիլ անի։ Մինչև բանակը մենք պետք է բանակին տանք առողջ հոգեբանությամբ եւ դաստիարակությամբ հնարավորինս երիտասարդների։ Մենք պետք է բանակին փորձենք այդպեսին տալ։ Երբ որ այդպեսին չենք տալիս, դեպքերը անխուսափելիորեն լինում են, դեպքերը անպայման լինում են։ Հետևաբար մենք պետք է ամբողջ շղթան նայենք։ Երեխայի դպրոց գնալուց մինչև բանակ, նույնիսկ մանկապարտեզից նայենք տեսնենք շղթայի որ մասում ենք մենք Երանում, որ սկսում են ենթամշակույթ գրել, որ սկսում են այս։ Գուցե կանխարգելիչ ավելի հարմար, ավելի հեշտ է գտնել այդ մարդկանց եւ հստակությունները։ Բանակը փակ կառույց է, բայց տեսեք քրեակատարողական հիմնարկներից փակ կառույց գոյություն չունի հանրության մեջ, չէ՞։ Բանտերից, այսպես ասած, բայց այնտեղ էլ են դեպքեր լինում, այնտեղ են բռնության դեպքեր լինում, այնտեղ են ինքնասպանության դեպքեր։ Ամենափակ կառույցն է։ Մարդու ցանկացած շարժը արձանագրվում է կամ թույլատրվում է կամ չի դա։ Եթե բանը նպաստող պայմաններն պատճառներն եղան, դա տեղի է ունենում։ Հետևաբար մենք պետք է մինչև դա կազմակերպենք այնպիսի դաստիարակություն կամ այնպիսի ուսում կամ այնպիսի աշխատանք մեր երիտասարդների հետ, ովքեր բանակ գնալուց եւ ոչ միայն բանակից հետո էլ են բազմաթիվ ինքնասպանություններ, գործում բռնություններ, սպանություններ, բանակից հետո էլ այդքան հանրային մեծ հնչեղություն չի ստանում, բայց բավականին շատ են այդ դեպքերը, որ լինում են։ Ընդհանուր հանցավորության մակարդակի իջեցումը պետք է համակարգային աշխատանքի արդյունք լինի։ Տեսեք, բանակը հանրության մի մասն է, չէ՞, եւ բանակում ինչ կատարում է, դուք իմացեք, որ դա նույնը ունենք մենք հանրության մեջ։ Խաչատրյան, ուզում եմ հարցնել Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունից, սա անակնկալ է եղել, թե վարչությունում քաղաքացիական պայմանագրի քննարկվել է եւ արդեն մամուլում կան տեղեկություններ, հրապարակումներ, որ Արմեն Գրիգորյանը նշանակվելու է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, արդյոք այդ քննարկումը եղել է եւ օրինակ արձակուրդից հետո նա կնշանակվի դեսպանի պաշտոնում եւ ինչպես է ընդհանրապես գնահատում կամ բացատրում, հա, որպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ այս պաշտոնանկությունը արդյոք նրանից եղել է պաշտոնանկություն թե պաշտոնի նշանակումը։ Դե պաշտոնանկ պաշտոնանկ արվել ոչ մի պաշտոնի դեռ չի նշանակվել։ Նկատի ունեմ դժգոհություն է եղել նրա աշխատանքից, ի՞նչն է սրա հիմքը։ Տեսեք, եթե պարոն Գրիգորյանին այլ պաշտոնի տեղափոխելու հարցը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում չի քննարկվել։ Մենք այդ հարցը չենք քննարկել, ընդհանրապես չենք քննարկել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի ազատման, այլ պաշտոնի տեղափոխման, այլ պաշտոնում այլ անձի նշանակման։ Այսինքն սա ձեր համար անակնկալ էր։
Գուցե եւ անակնկալ չէր, բայց այդ հարցը մենք չենք Բա ոչ չեք քննարկել ոնց անակնկալ չէ։ Դե ամեն Այլ տեղերում եք Կներեք, բայց ամեն ինչից անակնկալի չեմ գալիս, շատ դժվար է անակնկալ Ահա, չնկատի ունեմ, ինչով եք օրինակ բացատրում։ Դուք գիտեք պատճառները, բան Գրիգորյանը։ Արմեն Գրիգորյան քանի տարի է, որ անվտանգության խորհրդի քարտուղար է, 5-6, չէ՞։ Ավելի շատ։ Գուցե ավելի շատ 6 եւ ավելի տարիներ անվտանգության խորհրդի քարտուղար է եւ սովորաբար ինչ որ մի ժամկետ լրանալուց հետո պաշտոնյաները փոփոխվում են, փոխարինվում են այլ պաշտոնյաներով տեղափոխություններով։ Գուցե դա Արմեն Գրիգորյանի ցանկությունն է եղել այլևս այլ պաշտոնի անցնել, ես չեմ կարող ասել այդ մասին, բայց հարգելի լրագրողներ, շատ նորմալ է, որ մարդը 6-7 տարի ինչ որ մի պաշտոնում աշխատելուց հետո այլ պաշտոնի է տեղափոխվում։ Դա նորմալ է եւ կարծում եմ նույնիսկ երբեմն անհրաժեշտ։ Իսկ ընդհանրապես պարոն Խաչատրյան, որ ասում եք սա միայն պաշտպանության նախարարության դիրքում չէ այդ հարցը ու համագործակցություն չկա պետքա լինի, բա որն է եղել պատճառը այդ համագործակցության չկայացման, հա, ինչն է խանգարել, որ նախքան այս դեպքերի շատ լինելուց առաջ այդ համագործակցությունը լիներ։ Տեսեք, ես համագործակցության մասին ամենևին չխոսեցի։ Էլի կրկնում, ամենամեծ պատասխանատուն պաշտպանության գերատեսչությունն է։ Համագործակցության առումով խնդիր չունենք պետական մարմինների միջև համագործակցություն, բայց մենք խնդիր ունենք պատճառների եւ նպաստող պայմանների արձանագրման, որն են դրանք։ Մենք չգիտենք հստակ ինչն է դրանք։ Ամբողջական ցուցակը չգիտենք։ Պատճառը այդ դեպքերի քրեական ենթամշակույթն է, վատ դաստիարակությունն է, սոցիալական առաջնային խմբերում անձի ձևավորման process-ների խաթարումն է տարբեր պատճառներով ընտանեկան խնդիրներից սկսած վերջացրած բուլինգի եւ այլի եւ այլի։ Այդ ամեն ինչը բերում է անձի խաթարման, հոգեբանության եւ մի մասը ավելի հեշտ ընկալում է քրեական ենթամշակույթը եւ համարում է, որ ինքը այդ ենթամշակույթի կրող է ու փորձում ամբողջ կյանքը շարունակել, ինչի արդյունքում լինում են այդ անցագործության դեպքերը, մյուս մասն էլ այլ խեղաթյուրումներ է այդ բերում եւ պետք է իմ ասածը վերաբերում է ամբողջ շղթային։ Պարոն Խաչատրյան, մի հարց էլ խնդրում եմ ծանոթացեք, ես խորամուխ չեմ եղել այդ հարցում։ Օրինակ, երբ որ երիտասարդը զորակոչվում է բանակ եւ համապատասխան կոմիսիա է անցնում, այդ կոմիսիայի ընթացքում արդյոք նրա հոգեհուզական վիճակը նույնպես քննության է առնում, հոգեբանական վիճակը, այդպիսի փորձաքննության ենթարկվում է։ Շնորհակալություն հարցի համար, այո։ Եվ պետք է ասեմ ձեզ, որ վերջին մի քանի տարվա մեջ շատ ավելի խիստ մոտեցումներ են դրսևորվում այս առումով։ Անձի հոգեբանական առողջության վիճակի ստուգումը շատ ավելի խիստ պայմաններում է իրականացվում, քան երբևէ, եւ հատկապես այն անձինք, ովքեր որոշել են սպայական ռազմաուսումնական հաստատություններ ընդունվեն, իրենց պարամետրերը շատ ավելի բարձր են։ Հնարավոր է, որ որոշակի խնդիրներով մարդը պարտադիր զինվորական ծառայության համար ճանաչվի պիտանի, բայց այդ նույն մարդը չճանաչվի պիտանի ռազմաուսումնական հաստատություն ընդունվելու եւ հետագայում սպա դառնալու համար։ Պետք է նշեմ, որ այո, բավականին խիստ այդ ստուգումները իրականացվում։ Զինված ուժեր զորակոչվելու Այո։ Պարագայում էր այդ խստությունը։ Այո, բավականին խիստ է։ Եթե անձի հոգեհուզական վիճակը բավարար չէ, այդ հիմքով օրինակ ունեք վիճակագրություն, քանի հոգի է ազատվել ուսումնական հաստատություններ ընդունվելուց եւ քանիսն է որ Ես մի քանի մասնավոր դեպքեր գիտեմ, երբ որ ծնողները դիմել են ինձ, երիտասարդը եղել է բավականին գրագետ, բավականին պատրաստված եւ ցանկություն է հայտնել օրինակ ռազմաբժշկական հաստատությունում սովորի, այնուհետև ծառայի զինված ուժերում որպես բժիշկ, բայց հոգեհուզական այդ փորձաքննությունը չի անցել։ Համարել են բժիշկները, որ մի քիչ ավելի հուզական է, քան որ պետք է սպան ունենա։ Ինքը բանակում գնում է ծառայում 2 տարի, բայց որպես սպա, քանի որ սպան նաև կոչված է անձնակազմի հետ աշխատանքներ տանելու, նման դեպքեր շատ գիտեմ, որ դիմել են այդ խնդրով ծնողները նույնիսկ բողոք են ներկայացրել, որ ինչու համար իրենց երեխաները չեն կարող սովորել այդ հաստատությունը։ Մահվան սարքային կազմում են արձանագրում, Հա, այո։ Բայց ես այդ դեպքերով ուսումնասիրել եմ ինչպիսի ստուգումներ են իրականացվում եւ արձանագրեցի, որ բավականին լուրջ, շատ լուրջ process են անցնում
հոգեբանական առողջության վիճակի գնահատման համար։ Պարոն Խաչատրյան, վերջացրեցիք։ Պարոն Խաչատրյան, հիմնականում ձեր իշխանության նկատմամբ եւ Մեր պատասխանատու իշխանության։ քաղաքացիական պայմանագրի ես նկատի ունեմ իշխանության նկատմամբ եւ նաեւ մի կուսակցության, որը պատասխանատու է, հա, բանակի բարեփոխումների եւ այլն ըստ ձեր հայտարարությունների, նաեւ ձեր նկատմամբ քննադատությունը կամ ձեր հասցեին քննադատությունը հիմնականում ուղղված է նրան, որ մարդը ձեզ է տալիս երեխային եւ ցավալիորեն այսպես ձևակերպեմ եւ նրա դիակն է ստանում, հա, այս քննադատությունների ֆոնին ինչ է արվում, որպեսզի օրինակ բարձրագույն սպայական կազմը, օրինակ դուք գիտեք դեպքեր, երբ այդ ինքնասպանություն որակված կամ սպանության հասցնելու որակված դեպքերով, ասենք բարձրագույն սպայական կազմը պատժվի, այստեղ կարգ ու կանոնի մասին եք դուք խոսում դրա բացակայության, հա, որ հիմնականում այսպես միջանձնային խնդիրներ են, ինչպես եք դուք լուծում, օրինակ ունեք դրա համար այսպես մշակած ծրագիր, որով գնում եք առաջ, թե ուղղակի հայտարարություններ են հնչում, որից հետո էլի ու էլի այս դեպքերը գրանցվում են։ Տեսեք, միանշանակ այդպիսի դեպքերի տեղի ունենալու դեպքում քրեական վարույթ է սկսվում եւ որի ընթացքում օբյեկտիվ բազմակողմանի լրիվ քննություն է իրականացնում եւ բոլոր մեղավորները եւ պատասխանատուները ենթարկվում են պատասխանատվության։ Սա պաշտոնապես հայտարարում է, որ այդպես է, բազմաթիվ սպաներ, զինծառայողներ, նույնիսկ հրամանատարներ ենթարկվել են անգամ քրեական պատասխանատվության, իրենց ֆունկցիոնալ գործառույթները չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու համար, ինչը հանգեցրել է, եթե պատճառական կապ ունի այդ դեպքի հետ։ Միանշանակ բազմաթիվ են դեպքերը, երբ որ ենթարկվում են, կարելի է ասել չկա դեպք, նույնիսկ կարող եմ այսպիսի հայտարարություն անեմ, ինքնասպանության, սպանության կամ բռնությունների կիրառման, երբ որ հրամանատարական կազմից պատասխանատվության ենթարկվողներ չլինեն։ Գրեթե չկա։ Այնուհանդերձ խաղաղ պայմաններում բանակում զոհերի, ինչպես գոլեգաս նկատեց, հիմնականում, հա, շարքային կազմում, շարքայինների կազմում այդ մահերը, արդյոք ձեզ չեն հուշում, որ այլ փոփոխություններ, օրինակ նույն պաշտպանության նախարարի փոփոխության հարց, օրինակ նրա տեսլականը ի վերջո չի իրականացվում, հա, ինչպես դուք ասում եք, որ արվում է, ինչ գիտեմ, սպայական կազմը եւ այլն, օրինակ մտածում եք նրա փոփոխության մասին, որ նրա տեսլականը ի վերջո չի բերում բացառմանը կամ նվազեցմանը այս թվերին։ Տեսեք, իշխանությունը, ինչպես դուք ասում եք, 21 թվին որդեգրել է ծրագրային բարեփոխումներ պաշտպանության համակարգում, ինչը բավականին մեծ ծավալի է եւ բավականին մեծ բովանդակությամբ։ Ինչը որ ճիշտ ասեմ, 21 թվականին, երբ որ մենք դա ծանոթացանք, տեսանք, դժվար իրականանալի էր եւ կարծում ենք, որ շատ դժվար կլինի դա իրականացնել։ Զինծառայության ժամկետի կրճատում, այդքան զենքի ձեռքբերում, ուսում եւ այլն։ Բայց փառք Աստծո, այդ 5 տարիների ընթացքում այս նույն թիմը կարողացել է այդ բարեփոխումները իրականացնել եւ հաջող ավարտին բերել։ Դուք բարեփոխում օրինակ որ ամբողջական, բոլորն եմ ասում, զենք զինամթերքի ձեռքբերում, դա զինված ուժերը, զենք զինամթերքի արտադրություն, զինծառայողների ուսման որակի էական բարձրացում, ասենք այդ ուսումնական հաստատություններում եւ մի շարք շատ հարաբերությունները դրա մաս չէ։ Բայց իհարկե դրա մասը միջանձնային հարաբերությունները եւ ընդհանրապես զինված ուժերում հանցավորության մակարդակը։ Դա միայն միջանձնային հարաբերություններ չի, դա բենզինի գողանալ է, դա նաեւ տարբեր հանցագործություններ, որ տեղի են ունենում զինված ուժերում։ Հիմա դուք այս մեծ ամբողջ բարեփոխումների այս մի օղակում այո խնդիր ենք տեսնում, բացեր ենք տեսնում եւ այդ բացերը լրացնելու համար իրականացվելու են գուցե եւ կադրային փոփոխություններ այդ հրամանատարական կազմի մեջ, այսինքն պատասխանատուների կազմի մեջ։ Բայց պարոն Պապիկյանը վերանշանակվում, այսինքն տեսեք, ամեն ինչը գիտական չի վերաբերվում պարոն Պապիկյանին։ Պապիկյանին առաջինն է վերաբերվում այդ ամեն ինչը։ Պապիկյանը շատ մեծ հաջողությամբ իրականացվել է բարեփոխումները եւ վստահ եմ եւ որ այս մի խնդիրներին էլ է ինքը կարողանալու դիմագրավել մեր բոլորիս օգնությամբ եւ հանրության օգնությամբ։ Այս խնդիրը այո կա, բայց մենք պետք է թողենք, որ ինքը այդ խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումներ ներկայացնի եւ կազմակերպի մեր օգնությամբ։
Խաչատրյան նաև Ալիևի հայտարարությունին անդրադառնանք, երեք նա նշել էր, որ հայկական ատոմային էլեկտրակայանը վաղտորոշ պետք է փակվի, նախ այս մասով իր դիրքորոշումը, որ նա արտահայտում է եւ նույնիսկ այսպես պահանջ է ներկայացնում, դուք ինչպես եք դիտում։ Ալիևը որևէ պահանջ չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը եւ չի ներկայացնում։ Դե հիմա դա իր կարծիքն է, որ դե ինչ ատոմակայան պիտի փակվի, թող իր կարծիքը մնա իր։ Հիմա մենք ամեն անգամ Ալիևի ինչ որ կարծիքի փորձում ենք արձագանքել։ Ալիևի կարծիքով չէ, որ մեր ատոմակայանը պիտի բացվի կամ փակվի։ Մենք նպատակ ունենք նոր ատոմակայաններ կառուցել։ Մոդուլային կլինի, թե ինչ կլինի։ Հիմա ժամանակի ընթացքում, այո, հիմա տեխնիկայի առաջընթացի, տեխնոլոգիաների առաջընթացի պայմաններում կան մոդուլային ատոմակայաններ, որոնք շատ ավելի հարմար են Հայաստանի Հանրապետության համար։ Այո, մենք կառուցելու ենք նոր ատոմակայաններ։ Հիմա հինը փակելու ենք, ինչ ենք անում։ Այո, հինը մի օր պետք է փակվի։ Բոլորիս պարզ է, որ Հայաստանի հայկական ատոմակայանը բարոյապես մաշված է եւ այսօր այս տեխնոլոգիաների պայմաններում շատ լավ կլինի, որ մենք ունենանք տեխնոլոգիական առաջընթացին համապատասխան նոր ատոմակայան։ Հիմա Ալիևը ինչ կասի, չասի, մենք մեր գործը անում ենք։ Իր կարծիքն է։ Այս պայմանագիր կա, չէ՞, երկար միջև։ Այո, այս պայ դրությամբ այո, իհարկե ատոմակայանը աշխատում է եւ դեռ կաշխատի, քանի այլընտրանքը դեռ չկա, բայց Հայաստանի Հանրապետության կառավարությունը այլընտրանքի ուղղությամբ լուրջ միջոցառումներ է ձեռնարկում եւ այն երկրները, ովքեր մեզ կառաջարկեն շատ ավելի լավ պայմաններ, դա կլինի Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, չգիտեմ, Ռուսաստանի Դաշնություն, ով ավելի լավ պայմաններ կառաջարկի ատոմային էներգետիկայի բնագավառում ներդրումներ անելու համար, այդ առաջարկն ընդունելու։ Այո, դեռ որոշում չկա։ Նպատակ չկա ատոմային էներգիայից հրաժարվելու կամ Ոչ, մենք ատոմային էներգիայից չենք հրաժարվելու, բայց տեսեք, որ Հայաստանը նաև կարող է դառնալ ինքնաբավ էներգետիկ երկիր եւ կառավարության առաջնահերթություններից մեկն է Հայաստանը դարձնել ինքնաբավ էներգետիկ երկիր։ Մենք ունենք արևային էներգիայի այնպիսի ռեսուրսներ, պահանջներ, որ մեզ հնարավոր է նաև գուցե եւ առանց ատոմակայանի ապահովում ենք մենք էներգետիկ ամբողջ ցիկլը։ Հայաստանը այս առումով նո, այս պահին ամեն դեպքում մենք էներգետիկ անկախ համակարգ ունեցող երկիր ենք պատրաստվում ունենալ եւ ունենալու ենք։ Եվ նաև թրիփի հետ կապված եւս հայտարարություններ արել, որ նախագծի շրջանակում ադրբեջանցի մասնակիցները արդեն վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում եւ նույնիսկ որոշել են, թե որ վայրերով որտեղ կարող են տեղադրվել էլեկտրաարևտյան գծերը, հենասյուները։ Այս մասով ինչ ասեն իրենք են որոշում մեր տարածքում որտեղ ինչ պետք է տեղադրվի։ Ներողություն եմ խնդրում, նաև դուք Սյունետ հավելում անեմ, էլի, եթե կա դուք Սյունեցի պատգամավոր եք, օրինակ ուժեղ Հայաստանի տեղեկություններով Մեղրի տարածաշրջանում են եղել ուսումնասիրությունները, ադրբեջանցի մասնագետները այնտեղ են ուսումնասիրությունները անցկացրել, հա, դուք տեղյակ եք այդ ուսումնասիրություններից հայկական կողմից ով է մասնակցել, հա, եւ հենց այդ 42 կիլոմետրանոց հատվածն է ուսումնասիրվել եւ ընդհանրապես այդ գործընթացը երբ կսկսվի, օրինակ Ալիևն ասում է, որ իրենց մոտ ավարտին հասցնել 6 ամսվա ինչն է հավաքված։ Այդ էլեկտրահաղորդման գծերի փոխանցման այդ համակարգը, այո, տեղյակ չեմ մասնագիտական ինչ քննարկումներ են եղել, որովհետև դրանք մասնագիտական են։ Նորմալ եմ գնահատում, որ մասնագիտական քննարկումներին պետք է մասնակցեն նաև Ադրբեջանի մասնագետները, իհարկե, եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, եւ միջազգային, եւ Միացյալ Նահանգների։ Ինչ վերաբերում է էլեկտրահաղորդակցությանը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, որը անցնելու է Հայաստանի տարածքով, իհարկե դա տնտեսական համագործակցության ձևերից մեկն է, շատ լավ է, բացի տրանսպորտային հաղորդակցության մենք ունենալու ենք նաև էներգետիկ հաղորդակցություն եւ այս պայմաններում եթե մասնագիտական քննարկումներ են գնում Ադրբեջանի հետ, դա կարծում եմ նորմալ է եւ պետք է լինի։ Բայց ինչի դրա մասին չի հաղորդում, եթե նորմալ է, եթե որևէ խնդիր չեք տեսնում, օրինակ պաշտոնական հաղորդակցություն ինչու՞ չէ։ Ես ինչքան գիտեմ կան հաղորդագրություններ, որովհետեւ ես այդ հաղորդագրությունները չգիտեմ որտեղից եմ ծանոթացել, բայց կան Ну, ամեն բան որ նորմալ է, հիմա ինչ, ասենք, սա նորմալ է։ Նորմալ է, որ ես ամեն օր գործի եմ գալիս, հաղորդագրություն տամ, որ այսօր եկել եմ աշխատանքի, կատարում եմ աշխատանքը, մարդիկ իրենց աշխատանքն են անում, նորմալ է։ Եթե հանրային պահանջ լինի լուսաբանելու, իհարկե մեր կառավարությունը որևէ բան չի տալիս։ Այսինքն գործընթաց այդուհանդերձ ընդհանուր։ Կարծում եմ կլինի, տեղյակ չեմ մասնագետների հանդիպումներ, բայց շատ նորմալ եմ գնահատում եւ պետք է լինի։ Պարոն Խաչատրյան, օգոստոսի 8-ին լրացավ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման 1 տարին, խնդրում եմ գնահատեք
մեկամյակա գործընթացի եւ մասնավորապես այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, որ հանգրվանում ենք, կուզենամ անդրադառնանք նաեւ TRIP նախագծի գործարկման ընթացքին, այդ մեկանախագիծը այս պահին որ հանգրվանում ենք։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության համար խաղաղության կարելի ասել շրջանակային պայմանագրի կնքումը Միացյալ Նահանգներում ռազմավարական եւ գոյաբանական նշանակության փաստաթուղթ էր 1 տարի առաջ, երբ ստորագրվեց եւ այն նաեւ հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անվտանգային նոր միջավայրում ընդգրկվելու հարցին հիմք դրեց եւ Հայաստանի Հանրապետությունը այս ստորագրումից հետո հայտնվեց անվտանգային նոր միջավայրում, ինչը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այսինքն խաղաղությունը եւ խաղաղությունը ամրապնդվում է հենց այդ նախագծով տնտեսական կապերով, որի առաջին միջոցառումը դա TRIP նախագիծն է եւ ցանկացած խաղաղություն ավելի ամուր է լինում եւ անկախտելի է լինում, երբ որ այն բազմաշերտ է լինում, այսինքն նաեւ տնտեսական կապերով է լինում ամրապնդված։ Սա բավականին հասկանալի աքսիոմա է եւ վերջին 1 տարվա ընթացքում մեծ աշխատանքներ են իրականացվել խաղաղության ինստիտուցիոնալիզացման հարցում, տնտեսական կապերի ակտիվացման հարցում, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության նոր հարաբերությունների կառուցման հարցում մենք տեսանք, որ արդեն արհեստական բանականության երևի թե ամենամեծ գործարանը աշխարհում կառուցվել է Հայաստանի Հանրապետությունում, Հրազդանում, սա հարցեր են, կիսահաղորդիչների գործարաններ են դեռևս կառուցվում, սա հարցեր են, որոնք մենք սենց բանով ենք նայում, գուցե եւ ճիշտ չեն գնահատում սա ինչ հարցեր են, բայց իրականում ռազմավարական նշանակության մեծ հարցեր են, սա պատմական իրողություններ են, այդ գործարանի կառուցումը մեր համար պատմական իրողություն է տնտեսական բնագավառում։ Կարելի է անվերջ թվարկել ինչ դրական արդյունքներ են, թե չհաշված սահմանում կրակոցների, զոհերի եւ ընդհանուրների ընդհանրապես բացակայությունը եւ ընդհանրապես հարավային Կովկասի համար TRIP նախագիծը եւ պայմանագրի ստորագրումը դառնալու է եւ դարձել է խաղաղության երաշխիք տնտեսական սրընթաց զարգացման հիմք։ Պարոն Խաչատրյան, ներողություն, որպես ճշտով հարց, ես ճիշտ հասկացած եմ, որ Արմեն Գրիգորյանի վերաբերյալ, թե նա իր գործունեությունը կշարունակի եւ որ պաշտոնի կշարունակի չկա կուսակցությունը։ Որևէ քննարկում չենք ունեցել, ես տեղյակ չեմ։ Տեղեկություն կա, որ առաջարկել են Արմեն Գրիգորյանին Նիկոլ Փաշինյանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն նա չի ցանկացել եւ չէր ցանկացել հեռանալ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից եւ դա եղել պատճառը, որ հանգիստ է վերցրել։ Նման առաջարկել։ Չգիտեմ, որևէ տեղեկության չեմ թիրապետում, հատկապես պարոն Գրիգորյանը ինչ է ասել կամ ում է ասել եւ կարծում եմ տեղեկությունները իմ կարծիքով հեռու են օբյեկտիվ լինելուց, բայց ամեն դեպքում չեմ թիրապետում։ Պարոն Խաչատրյան, իսկ երկու ձեր իշխանության ներկայացուցիչների, եթե գնահատեք, հա, Ալեն Սիմոնյանի նշանակումը ինչպես է գնահատում այդ բանը։ Եվ պետք է որ Գրիգորյանը շարունակեր ձեզ։ Տեսեք, նախ անվտանգային համակարգն է վարչապետի գլխավորությամբ գնահատում անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատանքի արդյունավետությունը։ Ես կարող եմ գնահատական տալ Արմեն Գրիգորյանի աշխատանքին, որ բավականին արդյունավետ ծառայություն է ունեցել նա այդ պաշտոնում, բավականին արդյունավետ եւ բավականին դժվարին պայմաններում եւ իրողություններում եւ չենք մոռանում իհարկե պատերազմներ, գոյաբանական խնդիրներ, անընդհատ հարձակումների վտանգներ եւ այդ պայմաններում անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատանքը հաստատ ամենահեշտ աշխատանքը չի եղել, բավականին դժվար է եղել։ Պետք է ասեմ, ի պատիվ Արմեն Գրիգորյանին այդ աշխատանքը շատ լավ է իրականացրել իմ կարծիքով եւ գնահատանքի արժանի։ Բայց տեսեք 6 թե քանի 7 գուցե 7 տարի նա զբաղեցնում է այդ պաշտոնը եւ իհարկե տրամաբանական է, որ մի օր պետք է պաշտոնի փոփոխություն իրականացվի։ Արդեն նոր իրողության պայմաններում մեզ այլ պաշտոնյա է պետք, որ այլ խնդիրներ կան իր առջև դրած, որ պետք է լուծի։ Ես վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանը այդ պաշտոնը շատ լավ հաջողությամբ կիրականացնի, այդ պաշտոնի առջև դրած խնդիրները արդեն փոքր ինչ փոփոխված են, քան ինչ
միջև պայմանագրի ստորագրելը, ես Արեն Սիմոնյանը բավականին ծանրակշիռ քաղաքական գործիչ է եւ բավականին ակտիվ գործիչ է եւ վստահ եմ, որ այդ ակտիվությունը եւ քաղաքական իր այդ հասունությունը ինքները դնելու այդ ոլորտում ինչը շատ լավ է։ Պարոն Խաչատրյան, այնուհանդերձ Արմեն Գրիգորյանը նաև երևի պաշտոն է, երևի չէ, հաստատի պաշտոն է, նաև շատ ակտիվ դերակատարություն է ունեցել հայ-ադրբեջանական բանակցություններում, մենք գիտենք Հաջիևի նրա երկար բանակցությունները, երկար տարիների բանակցությունների մասին տեղյակ ենք, արդյոք Ալեն Սիմոնյանը շարունակելու է նաև այդ կոմպոնենտը, այսպես ասեմ, թե Ես կարծում եմ այո, այն ինչը նպաստելու է մեր անվտանգային համակարգի ուժեղացմանը, հզորացմանը, դա կլինի բանակցություն, քննարկումներ, թե ինչ, միանշանակ անվտանգության խորհրդի, եթե քարտուղարի լիազորությունների շրջանակում է լինելու, դա իրականացվելու է։ Ես դրանում կասկած չունեմ։ Իսկ պարոն Գրիգորյանի կատարած աշխատանքը երբևէ քննարկվել է վարչությունում, կուսակցությունում, ինչ կարծիքներ են հնչել նրա աշխատանքի վերաբերյալ։ Ես ընդամենը 1 տարի է որ վարչության անդամ եմ, այդ ընթացքում չի քննարկվել, բայց պարտադիր չի որ այդ աշխատանքը քննարկվի վարչությունում, այդ աշխատանքը շատ տեսանելի է եւ կուսակցությունում եւ հանրության մեջ բավականին տեսանելի է եւ կրկնում եմ ինքը շատ ծանր ժամանակահատվածում զբաղեցրել է այդ պաշտոնը եւ իր արժեվ դրած խնդիրները կատարել է շատ լավ եւ կարծում եմ գնահատանքի արժանի։ Մի հարց էլ պարոն Խաչատրյան, գիտեք, որ Ռուսաստանից գրեթե օր չկա, որ հայտարարություն չհնչի ԵՄ, թե ԵԱՏՄ երկընտրանքի վերաբերյալ ընդհանուր շանտաժի լեզվով մեզ պարտադրում են հանրաքվե անցկացնել եւ կողմնորոշվելի վերջում մնում ենք ԵԱՏՄ-ում, թե դուրս են գալիս։ Ձեր գնահատականը Ռուսաստանից հնչող այս շահարկումների եւ շանտաժի վերաբերյալ։ Տեսեք, Հայաստանին հիմա բան պարտադրելը արդեն շատ դժվար է եւ գուցե անհնար, բայց այդ հարցի պատասխանը Հայաստան Հանրապետության վարչապետն է տվել վերջերս եւ բոլոր հարցերին ինքը պատասխանել է եւ նաեւ տվել այն հիմքերը, որոնցով մենք հանրաքվեի չենք գնալու եւ դրան ինչ որ բան ավելացնելը կամ դրացնելը կարծում եմ տեղին չի, որովհետեւ ամբողջապես վարչապետը պարզ, հասարակ եւ ազնիվ կերպով քաղաքական բաներից դուրս, շրջանակներից դուրս գուցե լրիվ ասեց եւ հայտարարեց ինչու չենք մենք դա անելու, պատճառները որոնք են եւ մենք ինչ ուղղությամբ ենք գնալու։ Կարծում ավելացնելու բան չկա։ Շնորհակալություն։